Ողջույն, եթերում հաջողության բանաձևն է։ Հաջողության հասնելու համար մասնագիտական բավարար գիտելիքներից բացի պետք է իմանալ ևս մեկ բան՝ սեփական իրավունքները, այն երկրի օրենքները, որտեղ ապրում եւ ստեղծագործում ես։ Մեր այս հաղորդման ընթացքում կխոսենք հասարակագիտության ճյուղերից մեկի իրավագիտության մասին եւ կփորձենք բացահայտել նրանց հաջողության բանաձևը։ Հասարակագիտությունը իր մեջ ներառում է ուսումնասիրության մի քանի ճյուղեր՝ փիլիսոփայություն, իրավագիտություն, բարոյագիտություն, գեղագիտություն, հոգեբանություն, տնտեսագիտություն, քաղաքագիտություն։ Այդ ճյուղերից մեկը իրավագիտությունը ուսումնասիրում է պետության իրավունքի մի շարք իրավական գիտելիքների հատկությունները, պատրաստում է իրավաբաններ եւ ուսումնասիրում նրանց գործառույթները։ Իրավագիտության տակ հասկանում ենք մի քանի փոխկապակցված հասկացություններ՝ գիտություն պետության եւ իրավունքի մասին, որն ուսումնասիրում է իրավական կարգավորման արդյունքները, հնարավորության դեպքում ներդնելով առաջընթաց ապահովող մեխանիզմներ։ Իրավագիտությունը գիտելիքների աշխարհ է պետության կառավարման իրավունքի մասին, որի իմացությունը թույլ է տալիս զբաղվել պրոֆեսիոնալ իրավաբանական աշխատանքով։ Իրավագիտության տարրերն առաջ են եկել օրենսդրության եւ իրավունքի հետ միասին։ Իրավունքի մասին մի շարք գիտություններ համարվում են կրթության բնագավառ դեռ անտիկ շրջանում։ Այն գործում էր կրոնական գիտելիքների եւ փիլիսոփայության հետ միասին։ Աստիճանաբար իրավագիտությունը դարձավ առանձին ուսումնական ճյուղ եւ հին Հռոմին կարելի է վերագրել իրավագիտական կրթության համակարգի ներդնող։ Առաջին մասնավոր իրավաբանական դպրոցում, որտեղ ուսուցիչները դասախոսություն էին կարդում, պատասխանում հարցերին եւ մտնում երկխոսության մեջ, հիմնադրվել է մեր թվարկության առաջին դարում։ Հռոմեական իրավաբանական ավանդույթների շարունակողը Բյուզանդիան էր։ Դոցենտ Աշոտ Եսայանը 1990-ից 95 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար, 96-ին Հայաստանի Հանրապետության սոցիալ փոխնախարար։ Եղել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ, 2008 թվականից դասավանդում է Հայկական պետական մանկավարժական համալսարանում։ 2016-ից առ այսօր Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի օգնականն է եւ Հայաստանի Հանրապետության դատախազության օրինականություն հանդեսի գլխավոր խմբագիրը։ Վերապատրաստվել է Վաշինգտոնում, Մոսկվայում, Բուդապեշտում, Կահիրեում։ Մի շարք հրապարակումների հեղինակ է։ Հասարակագիտությունը մեր օրերում կարևորագույն հանրակրթական առարկաներից մեկն է, որը դասավանդվում է դպրոցներում, եւ այսօր Հայկական պետական մանկավարժական համալսարանի իրավագիտության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Աշոտ Եսայանի հետ կզրուցենք հասարակագիտության ճյուղերից մեկի իրավագիտության մասին։ Բարև ձեզ։ Ողջույն։ Պարոն Եսայան, ինչ ընդհանուր կապ կա հասարակագիտության եւ իրավագիտության միջև։ Տարապես գիտություններ բաժանվում են երկու խմբի՝ բնական գիտություններ եւ հասարակական գիտություններ։ Իրավագիտությունը պատկանում է ոչ միայն հասարակական գիտություն, այլ նաև սոցիալական գիտություն, այսինքն գիտություն, որը գործ ունի մարդկանց հարաբերությունների հետ։ Եվ հասարակական հարաբերությունների անխոչնդոտ հարաբերություններ կառուցելու համար առաջինը անհրաժեշտ է բարոյական նորմեր, անհրաժեշտ է ավանդույթներ, անհրաժեշտ է նաև սովորույթներ, բայց դրանք բավարար պայման չեն, որպեսզի հասարակությունը քաոսիչ վերածվի։ Անհրաժեշտ է նաև օրենքներ, եւ այդ օրենքները, որոնք ընդունվում են, դրանք համապարտադիր վարքագծի կանոններ են, որոնք պետության հարգադրանքի ուժով այն անձանց նկատմամբ հարգադրանքի կիրառում, ովքեր չեն ուզում կատարել օրենքի պահանջը։ Այս առումով հասարակագիտությունը հատկապես ոչ թե որպես իմ մասնագիտություն, շատ կարևորում է իրավագիտությունը որպես հասարակական գիտությունների բաղադրամաս։ Բայց ինքն էլ մի ամբողջականություն է եւ այդ իրավագիտությունը տարանջատում է տարբեր իրավունքի ճյուղեր, մինչեւ 55-56 իրավունքի ճյուղեր կան։ Խոսենք այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում իրավագիտությունը։ 200 տարիների ընթացքում իրավագիտությունը բոլոր մասնագիտություններից ամենապահանջվածն է։ Տեսեք, իշխանությունը ունի 3 թիվ օրենսդիր, գործադիր եւ դատական։ Այդ 3 ճյուղերում հանգիստ աշխատում են իրավաբանները եւ իրավագետները։ Նա կարող է աշխատել քննիչ, դատախազ, դատավոր, կարող է աշխատել տեսուչ, գործադիր մարմնի տարբեր օղակներում, որովհետեւ գործ ունի օրենքների հետ
եւ օրենքների կիրառման հետ, իսկ ինքը եթե իրավաբան է, ուրեմն հեշտությամբ կարող է այդ խոչընդոտները հաղթահարել։ Ինքը դերասան է։ Դերասան, դու պիտի կարողանաս վստահություններ շնչել քո դիմացինին։ Դու եթե դատարանում մեղադրական ճառ ես ասում կամ պաշտպանական ճառ ես ասում, պետք է նվաճես դատավորի, եթե ասենք պաշտպանես կամ եթե դատախազես նվաճես նորից դատավորի այդ փաստարկները, որոնք կան, ամրագրես քո խոսքով, որը պետք է հյութեղ լինի, մեր հայկական ոսկեղենիկ հայերենով պետք է լինի, պետք է նաև մասնագիտական եզրույթներով հագեցած լինի, որպեսզի տարընթերցման տեղիք չտա եւ մի, ասենք, արտահայտությունը այլ կերպ չմեկնաբանվի։ Այսպիսին է իրավագետի մասնագիտությունը։ Բայց դե ինքը, եթե ծագումնաբանության մասին էլ խոսելու լինենք, մենք որպես հայեր բոլորովին հետ չենք մնում մյուս ժողովուրդներից։ Դատավորի գործառույթը կատարել են սկզբում թագավորները, կայսրերը, բայց հետո առաջացել է դատավորի ինստիտուտը, որը մասնագիտությունը եւ կամաց զարգացել։ Իսկ եթե մենք հետևենք պետության ստեղծման ամբողջ այդ պատմությանը, մենք տեսնենք, որ հենց իրավաբաններն են ստեղծել տարատեսակ պետությունը, որտեղ նրանք իրավաբան են եղել։ Օրինակ ասենք սոցիալական պետություն 1850 թվին ստեղծվել է, այսինքն գիտական շրջանառության մեջ է դրել ֆոն Շտայնը, իսկ սոցիալ-իրավական պետություն հասկացությունը Հելլերը։ Եվ այդ գաղափարները, որոնք տեսական են եղել, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջինը Գերմանիայում սկսել են իրականացնել սոցիալ-իրավական պետության կառուցման գործառույթը, ինչը որ մենք ընդօրինակել ենք եւ ուզում ենք այդպիսի պետություն ստեղծել։ Այսինքն հենց այդ աղբյուրների մոտ են կանգնած իրավագետները, որտեղ կառավարման ձևը ընտրելիս, սահմանադրությունը ընդունելիս, չէ՞ մեր սահմանադրության առաջի հոդվածը ասում է Հայաստանը ինչպիսի պետություն է, սոցիալական, իրավական, ժողովրդավարական եւ ինքնիշխան։ Հիմա եթե այդ արտահայտությունը չկրեին քաղաքացու, մարդու եւ քաղաքացու իրավունքները, որ մենք բոլորս ունենք կրթության իրավունք, չէ՞, եւ աշխատանքի իրավունք ունենք եւ ընտանեկան բարեկեցիկ կյանքում ապրելու իրավունք եւ այլ իրավունքի տեսակներ, ուրեմն դրանք չեն կատարվի։ Այսինքն սահմանադրությունը ստեղծողները, մեր սահմանադրահայրերը, ասում են ստեղծել են մի փաստաթուղթ, որը պայմանագիր է մեր այսինքն ժողովրդի եւ պետության միջև։ Եվ պետությունը հաստատակամ է դառնում, որ պետք է կատարի այս գործառույթները։ Եթե որևէ մեկը որոշել է, որ պետք է ընտրի իրավագետի մասնագիտությունը եւ պետք է ընդունվի համալսարան, ինչ համալսարան ընդունվել է, ինչ գիտելիքներ, ինչ պետք է նա ունենա, սովորի, ուսումնասիրի, որպեսզի կարողանա ընդունվել։ Ինքը առաջինը պատմություն պիտի շատ լավ իմանա։ Պատմությունը ֆանտաստիկ մարդուն դասարակում է եւ տարբեր իրավունքի ճյուղեր ուսումնասիրելիս ինքը կտեսնի, որ այս կամ այն պատմության շրջափուլը որքան կարևոր է հասկանալու համար, թե ինչու, այսինքն պատճառահետևանքային կապերը հասկանալու համար։ Իսկ իրավագետի համար պատճառահետևանքային կապերը շատ կարևոր են։ Հասարակ մի օրինակ բերեմ, հա։ Բոլոր վարորդները, դա կոչվում է տրամաբանության մեջ սիլոգիզմ։ Բոլոր վարորդները կարկազանց են։ Ցուրիկը վարորդ է։ Ուրեմն կարկազանց է։ Անձրև գալուց գեդինը թաց է։ Հիմա գեդինը թաց է, ուրեմն անձրև է եկել։ Ոչ, կարող է ջուր են լցել։ Այսինքն այդ առաջի երկու փաստարկները եթե ճիշտ վերցնեք, ձեր եզրահանգումը կլինի ճշմարտությանը մոտ, բացարձակ ճշմարտություն կարող է չլինի։ Բայց եթե սխալ եք վերցնում, սխալ հետևություններ եք անում։ Այսինքն տրամաբանությունը ուժեղացնել, հիշողությունը ուժեղացնել եւ լեզվի արտահայտչամիջոցների մեծ ուշադրություն դարձնել։ Այսինքն մայրենի լեզուն կատարելապես պետք է իմանալ, որովհետեւ պետական եւ հանրային ծառայությունում կամ
պետք է ինչա լինի։ Մարդը գրական հայրենի տիրապետի։ Պարոն Եսայան, մեզ նաև փոքրիկ հեռուստադիտողներ մենք ունենք, ում բնականաբար հետաքրքիր լինի պարզ ձևով, թե ինչով են զբաղվում իրավագետները։ Դուք օրինակ երեխայի իրավունքները գիտեք։ Երեխայի։ Կամ ընդհանրապես որևէ իրավունք գիտեք։ Ինչ իրավունք ունի մարդը Հայաստանի Հանրապետությունում։ Կրթության իրավունք, ամուսնության իրավունք։ Ամուսնության։ Այո։ Դա անձնական է, թե սոցիալական, ինչպիսի իրավունքի տեսակ է։ Դա անձնական իրավունք է։ Հա։ Այսինքն դուք եք որոշում եք, հա։ Իհարկե դու ես որոշում ամուսնանաս, թե ոչ, դա քո անձնական իրավունքն է։ Ում ես ամուսնանում։ Նա արդյոք համաձայն է ձեր հետ ամուսնանալը։ Ինչքան էլ որ դուք այդ որոշումը կայացրած լինեք։ Այսինքն այնքան էլ անձնական իրավունք չի։ Բայց առաջինը երևի թե պետք է ասել կյանքի իրավունք, չէ՞։ Դրան կհետևի արդեն մնացած աշխատանքի իրավունքը, որով փող կվաստակես, որովհետեւ քո կյանքի իրավունքը կարողանաս պահպանել, ինչու որովհետեւ առաջի մեղավորը դու կլնես։ Այդ հայրական պետություն, պատերնալիստական պետություն չի։ Դու պետք է ամեն ինչ անես, որովհետեւ քո խնդիրները լուծես, դրանից հետո եթե քո ֆիզիկական ու մտավոր ունակություններով չկարողանաս ինչ-որ բանի հասնել, այդ բaragայում միայն պետությունը քեզ կթիգում կանգնի։ Այսինքն դու ես քո կյանքի ճարտարապետը, դու ես որոշում։ Դրա համար ինքնուրույն որոշումներ կայացնելու արվեստը պետք է դպրոցներում արդեն սերմանեն երեխաների մեջ եւ երեխաներին հաղթող մեծացնեն։ Որպես ինքը կարողանա հատկապես իրավագիտության մեջ մրցակցությունը շատ բարձր է։ Մի պետության մեջ թագավորը երազ է տեսնում, որ 2 տարեկան մի հատ տղա գալիս է իր մահճի մոտ եւ իրեն սպանում է։ Առավոտյան որ արթնանում է, հրամայում է, որ բոլոր 2 տարեկանների սպանել։ Ասում է 10-ամյակներ, ինչ-որ շենք են կառուցում, եւ այդ շենքը կառուցելիս, երբ որ փորում են հիմքը, տեսնում են տեղին եւ սպիտակ ոսկորներ, որը երեխաների ոսկորն են։ Դրանցից որն է տղայի ոսկոր, որն է աղջկա։ Հետաքրքիր հարց է։ Կարծում եմ դեղին է աղջկա։ Թե աղջիկը ավելի սպիտակ պետք է լիներ, կամ տեղին ինչ կապ ունի։ Դուք պետք է հետևեք ցանկացած բառ ավելորդ չի։ Ես ձեզ մոլորության մեջ գցեցի, ինչու, որովհետեւ 2 տարեկան տղաներին սպանել։ Եթե տղա են, տղաների են սպանել, ուրեմն արդեն կապ չունի։ Իսկ այն կոպիտ ասած մանիպուլյացիան արված է նրա համար, որ դուք կորցնեք ձեր գրավիդացիան եւ դուրս գաք այդ բանից եւ կիզակետվեք այդ վերջի հարցադրման վրա։ Կան դեպքեր, երբ որ հարցը այնպիսին է, որ դրան ոչ միայն օրենքի ուժով մոտեցում է պահանջվում, այլ նաև մարդկային տեսանկյունից։ Այս դեպքում ո՞րն է ավելի գերակշռող։ Լավ հարց է։ Միշտ օրենքը պետք է կատարել, բայց պետք է միշտ իմանալ, որ օրենքը դեռևս արտարությունը չի։ Կան օրենքներ, որոնք 100% պետք է կատարեն, եւ այդտեղ հետ դարձի ճանապարհ չկա, բայց բացառիկություններ լինում են, բայց այդ բացառիկությունները նույնպես կանոնակարգված է օրենքով։ Այնպես չի, որ դուք ինքներդ որոշեք, որ այստեղ մարդու լացի արդյունքների մեջ աղի պարունակությունը շատ է, բերեք իրեն օգնենք, մյուսին չօգնենք։ Եվ ամենավերջում կցանկանայի նաև լսել այն մասին, թե որքանով է կարևոր առհասարակ մարդու համար, անկախ մասնագիտությունից, իր իրավունքին եւ իրավագիտությանը ծանոթ լինելը։ Սովորական մարդը առնվազն բավարար գիտելիքներ պետք է ունենա, որ ինքը գոնե օրենքը կարտալիս ինքը հասկանա ինքը այդ իրավունքը ունի, թե ոչ։ Իսկ գերմասնագիտական օգնության համար ինքը պետք է դիմի մասնագետին անպայման։ Եթե դուք մշտապես ցանկանում եք գնալ ճշմարտության հետևից, ապա իրավագիտի մասնագիտությունը հենց ձեզ համար է։ Մի քանի հետաքրքիր փաստ։ Հին Ռոմում դատավարությունը նմանվում էր շոուի, որը հավաքում էր մեծ լսարան։ Նիստը կարող էր տևել մինչև 1 օր։ Իրավաբանի գործն էր ուղեկցել մեղադրյալին եւ պաշտպանել նրան, բայց իրավաբաններն այն ժամանակ ավելի շատ ռետոր էին եւ հաճախ օրենքին չէին տիրապետում։
իսկ դատավորները որոշումները կայացնում էին հենվելով հավաքված ամբողջի կարծիքի վրա։ Միացյալ Նահանգների 44 նախագահներից 28-ը մասնագիտությամբ իրավաբան էին։ Իսլամական իրավունքի համաձայն դատապարտյալը կարող է ապահովել իր ազատությունը 10 մուսուլմանների գրել եւ կարդալ սովորեցնելով։ 2000 թվականին բրիտանական օրենսդրության մեջ փոխվեցին մանկական աշխատուժի հետ կապված մի քանի օրենքներ, որպեսզի հնարավոր լինի իրականացնել Հարի Փոթերի մասին ֆիլմերի նկարահանումները։ Մինչև 1920 թվականը Ամերիկայում կանայք իրավունք չունեին մասնակցելու ընտրությունների, երբ 1872 թվականին իրավաբան Սյուզան Անթոնին փորձել էր քվեարկել, նրան ձերբակալել էին եւ ենթարկել էին $100 տուժի։ Իրավագիտության ուսումնասիրությունը եւ կրթությունը թույլ է տալիս ընտրություն կատարել մի քանի մասնագիտությունների մեջ, դրանցից են միջազգային իրավաբան, միջնորդ, արտոնագրային գործակալ, դիմանկարի փորձագետ, տեխնիկական եւ դատաբժշկական փորձագիտության մասնագետ, ծրագրաբան, լեզվաբանական հետաքննության մասնագետ, մատնահետքերի փորձագետ, կրեդիտային իրավաբան, մասնավոր խուզարկու, մեղադրող, փաստաբան, հետաքննիչ, նոտար, քրեական փորձագետ, իրավաբան, իրավաբանական խորհրդատու։ Արման Թադևոսյանը պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող է։ 2016 թվականին լավագույն ուսանողն է։ Մասնակցել է մանկավարժական համալսարանի կազմակերպած ամառային դպրոցին, որի շրջանակներում վերապատրաստում է անցել Լիտվայում մասնակցել բազմաթիվ կոնֆերանսների։ Կասես ինչու ես ընտրել այս մասնագիտությունը։ Միշտ ունեցել եմ այն ձգտումը, այն միտումը, որ պաշտպանեմ թույլերին եւ հենց այստեղից էլ կարծում եմ գալիս է իմ սերը իրավունքների պաշտպանության նկատմամբ։ Կասես ինչ է իրենից ներկայացնում քո մասնագիտությունը, բացի արդարությանը ձգտելը, ինչ է անհրաժեշտ, որպեսզի դառնալ լավ մասնագետ։ Պատկերացնել հասարակական կյանքը առանց իրավագիտության հնարավոր չէ, քանի որ այսօր հասարակական կյանքի տարբեր ոլորտներ կարգավորվում են հենց իրավական տարբեր նորմերով եւ բացի նրանից, որ իրավագիտությունը սովորեցնում է եւ պարտավորեցնում է լինել արդար, չխախտել սահմանված օրենքները, այն նաեւ կարեւոր դեր է տանում ոչ միայն հասարակության, այլև պետության բնականոն գործունեության համար։ Եթե դու գիտես քո իրավունքների, որքանով է օգնում քեզ թեկուզ հենց դասերի ընթացքում։ Յուրաքանչյուր ուսանող բազմիցս առնչվում է այնպիսի իրավիճակների, երբ անհրաժեշտ է լինում իմանալ իր իրավունքները եւ դրանց պաշտպանության ձևերը, եւ շատ հաճախ հենց քո դասախոսը, երբ քեզ սովորեցնում է քո իրավունքները, հաճախ նաեւ դու կոպիտ ասած նաեւ նրա դեմ ես կիրառում այդ իրավունքների պաշտպանությունը։ Կա ինչ-որ մի օրենք, որի հետ ես համաձայն չեմ։ Ինչ կարող եմ անել։ Կան հստակ սահմանված ընթացակարգեր օրենքների ընդունման եւ մինչեւ ազգային ժողովի կողմից օրենքի ընդունումը այն նախ ուղարկվում է Սահմանադրական դատարան եւ Սահմանադրական դատարանը իր եզրակացությունն է հայտնում տվյալ օրենքների վերաբերյալ, այսինքն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը գտնի, որ օրենքների մեջ կան այնպիսի դրույթներ, որոնք հակասում են Սահմանադրությանը եւ չեն բխում մարդու իրավունքներից, մարդու օրինական շահերից, ապա այդպիսի օրենքները չեն կարող ընդունվել։ Նոր սահմանադրությունը արդեն նախատեսում է այնպիսի կետ, որը քաղաքացիներին հնարավորություն է տալիս հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ ինչպես նշված է սահմանադրության մեջ, դրա համար անհրաժեշտ է 50,000 ՀՀ քաղաքացիների ստորագրությունը եւ նրանց համաձայնությունը։ Հասարակագիտության մեջ գիտեմ, որ ինքը կազմված է տարբեր ճյուղերից, որից մեկը ընտրել ես դու՝ իրավագիտությունը, իրավագետ, մասնագետ, որպես քեզ ապագայում ինչպես ես պատկերացնում։ Ինձ տեսնում եմ հիմնականում կամ քաղաքացիական կամ քրեական իրավունքի ճյուղերում, հետաքրքրվում եմ հենց այս իրավունքի ճյուղերով, քանի որ դրանք ունեն լայն կիրառում այսօր մեր հասարակության մեջ եւ բարձրորակ մասնագետների պահանջարկը այսօր մեծ է։ Կարծում եմ հենց քրեական կամ քաղաքացիական ճյուղով էլ կշարունակեմ իմ հետագա ուսումը եւ կարիերան։ Որպես օրինապաշտ քաղաքացի ես քեզ մաղթում եմ հաջողություն։ Շնորհակալություն ձեզ նույնպես։ Շնորհակալ եմ։
Օրինաստեղծ աշխատանքը, դատավորի ու դատախազի մասնագիտությունը երբեք նրա թաքուն երազանքը չեն եղել։ Սահմանադրական դատարանի փոխնախագահ Վոլոդիա Հովհաննիսյանը որոշել էր դառնալ լրագրող, սակայն ճակատագիրը նրա համար բոլորովին այլ բան էր նախատեսել։ Պարզվեց այդ տարի փակվել է ժուրնալիստիկայի ֆակուլտետը, հարց առաջացավ, իսկ ուր գնալ։ Եվ ես մինչև այսօր այդ պահի աչքի առաջ է ընդունող այդ հանձնաժողովի սենյակը մեծ բավական սենյակ էր, պատերի վրա կախված էր, փակցված էր այդ բաժինները պատմության բաժին, ֆակուլտետ, այսինքն բանասիրական, փիլիսոփայության, սոցիոլոգիա եւ այլն։ Եվ իրավաբանական բաժին երկար, շատ երկար չէ, երևի մի քանի րոպե մտածելուց հասի, ասում գնում եմ իրավաբանական։ Հիմա ինձ որ հարցային անջանք ինչի է տեսակ որոշում կայացրեցի, հաստատ ես չունեմ դրա պատասխանը։ Այսպես է բնազդաբար որոշեցի գնալ եւ եթե ես կյանքում մի երկու խելոք որոշում եմ կայացրել, հաստատ մեկը այդ որոշումն էր գնամ իրավաբանական, հիմա կոչվում է իրավագիտության, բայց այս ժամանակ իրավաբանական ֆակուլտետ է։ Այսօր էլ արդեն գիտակցաբար նա կընտրեր իրավաբան իրավագետի մասնագիտությունը։ Այսպես Վոլոդիա Հովհաննիսյանն իր կյանքը նվիրեց օրենքին եւ իրավունքին։ Դեռ երկրորդ կուրսում էր սովորում, երբ ստացավ աշխատանքի առաջին առաջարկը։ Խելացի ուսանողին նկատել էր ամբիոնի վարիչը։ Ամբիոնում կուրսային աշխատանք էի պաշտպանում։ Եսանը, իրավաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Եսան իմ ուսուցիչը։ Ականջի ծայրով լսում էր այս կուրսային պաշտպանությունը, իմ աշխատանքը ներկայացնել աշխատանքը եւ երբ որ վերջացրեցի կուրսային աշխատանքի պաշտպանությունը, երևի դրական տպավորություն է թողի իր վրա, կանչեց ասեց, արի տղա ջան մի րոպե այստեղ, մոտեցա, ասեց, կուզես ինձ մոտ աշխատես։ Դուրս եմ եկել սենյակից, մինչև մեր տուն ոտքով եմ գնացել, մեր տուն 15 կիլոմետր էր համալսարանից, օթերով եմ գնացել, օթով, ես աշխատանք առաջարկել։ 1991-ին Հայաստանի համար բավականաչափ ծանր տարում Վոլոդիա Հովհաննիսյանը զբաղեցրեց շատ պատասխանատու պաշտոն։ Ինձ առաջարկեցին զբաղեցնել Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը։ Պետք է ասեմ, որ իմ բախտը բերեց այն առումով, որ ես մասնակցել եմ այն գործընթացին, որը ընդհանուր ձևակերպմամբ կարելի է անվանել պետականաշինություն, պետականության կերտում։ Մայր օրենքի ընդունումից եւ Սահմանադրական դատարանի ձևավորումից հետո Հովհաննիսյանը առաջին անդամներից էր։ Շատերի համար պաշտոնն ու գործառույթներն անհասկանալի էին, բայց նա ձեռնամուխ եղավ նրա ստեղծ կառույցի կայացմանն ու զարգացմանը։ Հանրապետության նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկեց դառնալ Սահմանադրական դատարանի անդամ, ընդ որում հիմնավորելով, որ ես օգուտ կտամ որպես միջազգային իրավունքի մասնագետ, պատասխանած, եթե մի երկրի պետք է պատրաստ եմ ցանկացած որոշում կայացնելու, չեմ թաքցնում, շատերը գտնվեցին, որ նույնիսկ ինձ ընկերական քննադատեցին, թե դա ինչի՞ պետք է լուրջ պաշտոնը գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը թողնես, գնաս անհասկանալի, այսպես ասած, լիազորություններով մի մարմին, այսօր մեր Սահմանադրական դատարանը ունի մեծ հեղինակություն եւ Եվրոպայում եւ կասեի աշխարհում։ Վոլոդիա Հովհաննիսյանի մասնագիտական ուսումնասիրության կենտրոնում միջազգային իրավունքն է։ Այսօր Հայաստանում միջազգային իրավունքի գծով նա միակ դոկտոր պրոֆեսորն է։ Վոլոդիա Հովհաննիսյանը մանկավարժական համալսարանի իրավագիտության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչն է եւ իր մասնագիտական հմտություններն ու փորձը փոխանցում է երիտասարդներին։ Մասնագետն իր հաջողության հիմքը համարում է նպատակն ու աշխատասիրությունը։ Հաջողության այդ բանաձևի մեջ մեծ դերակատարություն ունի Աստված եւ ճակատագիրը։ Ես հավատում եմ, վստահ եմ, որ առանց Աստծո օգնության ոչ մեկ հաջողության չի հասնի։ Օրենքների չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից, եկեք ճանաչենք եւ իմանանք մեր օրենքները։ Յուրաքանչյուրս ունենք հաջողության մեր բանաձևը, բայց յուրաքանչյուր բանաձևի հիմքում ընկած է կամքն ու աշխատասիրությունը։ Հետևեք մեզ Facebook-ում եւ Դասարան.am կայքում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։